Գոհար, այսօր խոսելու ենք կենդանիների նախնական խնամքի մասին, քանի որ շատերը չգիտեն, որ երբ որ կենդանի են վերցնում, ինչպես պետք է սկսեն խնամքը եւ ինչ պետք է անեն։ Հիմա խնդրում եմ հերթով քայլերով ասա, երբ որ մարդ վերցրեց շանձակ, ինչից պետք է սկսի։ Առաջի հերթին մենք խորհուրդ ենք տալիս կենդանուն մինչև տուն տանել կլինիկա զննման, որովհետև շատ հաճախ դուք չգիտեք որտեղից եք վերցնում եւ հնարավոր է վերցնեք կենդանուն որոշակի խնդիրներով։ Կենդանուն պետք է տանեք կլինիկա զննման, ստուգվում է ընդհանուր կենդանու վիճակը, գնահատվում է արտաքին ինչ որ խնդիրներ ունի թե չէ, կառուցվածքային դեֆեկտներ ունի թե չէ, եւ ցանկության դեպքում նաեւ թեստավորվում է ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ, որպեսզի դուք վստահ լինեք, որ տուն վերցնում եք արդեն քիչ շատից առողջ ստուգված կենդանի։ Կենդանին պարտադիր պետքա որևիցե միջամտություն գոնե անցած լինի, то есть դուք պետքա վերցնեք ոչ թե կենդանի մի ամսեկան, որ ասում են կաթից կտրված ծակ չպետքա վերցնեք, պետքա վերցնեք առնվազն 45 օրեկանից սկսած կենդանի, ցանկալի է 2 ամսեկան նույնիսկ, որպեսզի գոնե ինչ որ ճիճվաթափության միջամտությունը խաչաբհա անցած լինի մինչև ձեր վերցնելը։ Առաջնահերթ ծակին արվում է ճիճվաթափության միջամտությունը, ճիճվաթափությունը արվում է հիմնականում 2 անգամ 14 օր ընդմիջումով, դրանից հետո արվում է պատվաստումները արվում են 3 հատ 21 օր ընդմիջումով, հետո արվում է 1 տարեկան հասակում եւ դրանից հետո արվում է տարին 1 անգամ։ Գոհար, կարող ես բացատրել, թե ինչից են պաշտպանում, կոնկրետ որ հիվանդություններից են պաշտպանում առաջին այդ պատվաստումները։ Եթե պատվաստումը արվում է հենց 2 ամսեկան հասակում, ոչ թե ավելի փոքր հասակում, որտեղ փոքր հասակի վակցինաների մեջ հիվանդությունների քանակը ավելի քիչ է, առաջի պատվաստման մեջ մտնում է պարավիրուսային էնտերիտը, պարաինֆլուենցիան, պարագրիպը, ժանտախտ հիվանդությունը, որ ավելի հայտնի է չոմա հիվանդությունով, ադենովիրուսը, կորոնավիրուսը, լեպտոսպիրոզը։ Կատաղության դեմ պատվաստումը խորհրդադրվում անել 3 ամսեկանից ոչ շուտ եւ որոշ ցեղատեսակների համար ընդհանուր 6 ամսեկանից շուտ խորհուրդ չի տրվում, գլխավորապես դա վերաբերում է խոշոր ցեղատեսակներին, որտեղ կարող որոշ չափով աճի վրա անդրադառնա։ Կուզեմ նաեւ խոսենք կենդանիներին կերակրելուց, ինչ սննդային սխալներ են հիմնականում մարդիկ անում, ովքեր չունեն համապատասխան գիտելիքներ։ Ոսկոր։ Շունը պետքա ուտի ոսկոր։ Շունը չպետքա ուտի ոսկոր։ Առհասարակ ոսկորը չի մարսվում։ То есть ոսկե կենդանին ուտում է, ինչ մասերի ինքը դա բաժանում է, կոտրում է, հիմնականում նույն կերպ դուրս է գալիս։ Ոսկորների պատճառով մահացելիության դեպքեր եւ ոչ միայն էլի բավականին հաճախ են ունենում եւ լինում է եւ խոշոր ցեղատեսակների մոտ եւ փոքրերի մոտ, բացարձակ կապ չունի։ Փոքրների մոտ առավել հաճախ խեղդվում են ոսկորների կտորներով կամ ունենում են աղոստամոքսային տրակտի լուրջ տրավմաներ, խոշոր ցեղատեսակներին, գափրերին, ավճարկաներին, հայերը շատ են սիրում կերակրել պրոստը կիլոգրամանոց, то есть հիմնական սնունդի փոխարեն ուղղակի ինչ որ հում ոսկորներ են դեմը լցում կամ եփած էական չի ու կենդանիների մոտ հիմնականում առաջանում է խցանումներ։ Ու դա կարա լինի ոչ թե 1 ամսում, 2 ամսում, այլ 1 տարում, 2 տարում, այսինքն մեկ էլ մի 2-3 տարի հետո գալիս է կենդանի, որի մոտ ամբողջ աղոստամոքսային տրակտը զաբիտա խցանված է ոսկորային համակարգով եւ մարսման խնդիր ունենք արդեն, то есть նույնիսկ վիրահատությունից հետո երբ որ սա մաքրվում է, շատ հաճախ կենդանու մոտ արդեն աղոստամոքսային տրակտը այնպիսի փոփոխությունների է ենթարկված լինում, որ հետո արդեն բուժումը շատ մեծ բարդություններ է իրանից ներկայացնում ու կարա ամբողջ կյանքի վրա դա ազդի։ Այսինքն դուք որպես մասնագետ պնդում եք, որ կենդանիներին շներին ոսկոր տալ չի կարելի։ Ոչ շներին ոսկոր տալ չի կարելի կատեգորիկ։ Իսկ ոսկորից բացի էլ ինչ չի կարելի, էլ ինչ սննդային սխալներ են անում մարդիկ։ Հումմիս հատկապես շատ տարածված է սիրայեդինյա հասկացողությունը, որոշ զավոճիկներ, կենդանի բազմացնողներ, իրենք են խորհուրդ տալիս, բայց հայերը, ոչ միայն հայերը, մարդիկ չգիտես ինչի մտածում են, որ հումմիս պրոստ պետքա գնալ շուկայից առնել այդ միսը բերել տալ, ոչ։ Միսը պետքա հատուկ մշակման ենթարկել, որպեսզի հավանականությունը ինվազիաներով հիվանդանալու լինի նվազագույնը։ Հումմսից կարելի է վարակվել ինչպես ճիճվագրությամբ, այնպես ամենավտանգավոր համարվող լեպտոսպիրոզ հիվանդությունով, որը որ բուժման հիմնականում ենթակա չի ու վարակիչ հիվանդը նաև վտանգավոր հիվանդությունը նաև մարդկանց համար։ Էլ չասեմ AOS-կու հիվանդությունը կամ այլ կերպ ասած կեղծ կատաղություն է կոչվում, որը նույնպես փոխանցվում է հումմսից։
եւ որը նույնպես մահացու վտանգավոր կարա լինի կենդանիների համար։ Բացարձակ չի բուժվում այդ հիվանդությունը, հենց ամենաառաջի տարածողը AOS-ը դա հումնիսն է ու ինքը հիվանդությունը ընդհանրապես ենթակա չի բուժման։ Բացի դրանից շատ են սիրում հենց բնական ուտելիքի կողմնակիցները, շատ են, ովքեր որ համարում են, որ չորքերը սխալ է ու պետք է կերակրել բնական ուտելիքով։ Եթե դուք կերակրում եք ձեր կենդանուն բնական ուտելիքով, դուք պետք է խորհրդակցեք նուտրիցիոլոգների հետ։ Բնական ուտելիքի հիմնական բաղադրիչները ձեզ ոչ բժիշկն է գրում տալիս, որովհետև դա իր պարտականության մեջ չի մտնում, ոչ էլ դուք ինքներդ կարաք ինտերնետից գտնեք, որովհետև բնական ուտելիքները կենդանու քաշին, տարիքին, ֆիզիոլոգիական վիճակին, առողջական խնդիրներին համապատասխան են կազմվում։ Որոշ ցեղատեսակներ, որոշ պրոդուկտների կարիք ունեն ավելի շատ, քան այլ ցեղատեսակները։ Այդ ամեն ինչը կարգավորում են հատուկ մասնագիտացված նուտրիցիոլոգները։ Երբ որ կենդանաբուժները խորհուրդ են տալիս կերակրել չորքերով, իրենք չեն ասում այդ, որովհետև փող են աշխատում չորքերից։ Չորքերը, հատկապես եթե դուք վերցնում եք բարձր որակի խոլիստիկ դասիկերեր, ոչ թե պեդիգրի չափի, բնականաբար այդ կերը ինքը իր օրվա ռացիոնը գրամաժը որ կա պարունակում է բոլոր անհրաժեշտ վիտամիններ հստակ կենդանու քաշին ու տարիքին համապատասխան։ Եթե դուք ցանկանում եք կերակրել տնական ուտելիքով, պետք է խորհրդակցեք նուտրիցիոլոգների հետ, որտեղ այլ կերպ դուք առավել հավանական է որ կվնասեք ձեր կենդանուն ու հետագայում լիքը առողջական խնդիրներ կունենա կենդանին։ Այս վերոնշյալ սննդից բացի էլ ինչերն է, որ կատեգորիկ արգելվում է տալ շներին։ Քաղցր ամենաառաջի տեղում ու քաղցրի մեջ մարդիկ կան, ովքեր համարում են, որ եթե քաղցր չի կարելի, կարելի է դառը շոկոլադ տալ շանը, ոչ շոկոլադը մահացու վտանգավոր է կենդանիների համար։ Չի կարելի տալ համեմունքներով սնունդ, то есть իրանք կարիքը չունեն աղի, որովհետեւ ինչ որ սոխառածով ուտելիքի բնականաբար սոխտոր կատեգորիկ արգելված է շներին շատ խիստ թունավոր է իրանց համար։ Չի կարելի տալ լոբազգիները շների կողմից շատ վատ են անցալվում եւ ածխաջրատներով սնունդ, то есть կարտոֆիլ, մակարոնեղեն, չորպիչենյաներ, հացաբուլկեղեն նման բաներ չի կարելի տալ կաթ։ Կովիկատ, թթվասեր ոչ մի բարեկամ շներին տալ չի կարելի։ Շունը մարսում է միայն իր սեփական մոր կաթը կամ հատուկ կաթնախառնուրդները, այն էլ մինչև 2-3 ամսական հասակ, դրանից հետո ինքը այլևս դա չի մարսում։ Նույնը վերաբերում է կատուներին, то есть կատուն նույնպես նորմալ չի մարսում կաթը, հա, մեծամասնությունը ընդունված է, որ իրանք խմում են, ամեն ինչ նորմալ է, բայց այդ չի նշանակում, որ բոլոր կատուներին կարելի է տալ կաթ, դրա համար չի կարելի ռիսկի դիմել։ Իսկ այդ դեպքում ինչպես են դրսի կենդանիները այդ ամենը հանգիստ մարսում։ Դրսի կենդանիները նախ ավելի ունեն բարձր իմունային համակարգ համեմատած ցեղական նուրբ ցեղատեսակների հետ, բայց այդ ամենով հանդերձ մենք ունենք բազմաթիվ հաճախորդներ, որոնք որ իրանց կենդանիներին վերցրել են փողոցից եւ շներ եւ կատուներ, որոնք անգամ ամենաբարձր կարգի կերերը չեն կարողանում մարսեն, որ մնաց մարսեն ինչ որ ոչ մարսելի սնունդներ։ Դրսի կենդանիների կյանքի տևողությունը շատ ավելի կարճ է, միջին կյանքի տևողությունը։ Տան կենդանը դուք երբ որ վերցնում եք կենդանի պահել, դուք բնականաբար ցանկանում եք, որ ինքը ապրի 12, 13, ինչի՞ չէ, ավելի շատ տարիներ։ 18 տարի, ինչպես են զինգոն, շատ դեպքերում 24 տարի անգամ։ Բայց զինգոն վստահ եմ լիք ուրիշ բաներ էլ կերել է։ Զինգոին իրականում ես առաջին 8 տարին, այո, չգիտեի ինչպես ճիշտ կերակրել եւ նա մեզ հետ կերել է ամեն ինչ, ընդհուպ միջև թթուվարունգ, բայց ես մարդկանց չեմ խրախուսում, որպեսզի այդպես պահեն։ Իմ շամբախտը երևի ուղակի բերել է։ Չէ, մենակ բախտի հարց չի, իրականում շատ բանի է կարելի սովորացնել կենդանու օրգանիզմին։ Ես երևի լռեմ, թե ինչ են ուտում իմ շները։ Իմ Վասյայի ամենասիրած միրգը այդ գրեյփֆրուտն է, որը շներին ընդհանրապես չի կարելի, Վասյան շատ մեծ հաճույքով թթու ծիծակել է ուտում։ Պաղպաղակ է ուտում, մենք այդպես խնդիր չունենք, բայց չմոռանանք այն փաստը, որ իմ շները ցեղական չեն ամեն պարագայում, բնականաբար իրանց իմունային համակարգը գենետիկորեն ավելի լավ, ավելի ամուր է։ Ամեն պարագայում ես իրանց սովորացրել եմ փոքր տարիքից, սովորացրել եմ ճիշտ, ես չեմ կարող երբեք նույնը խորհուրդ տամ կենդանատիրոջը։ Միակ բարական, որ ես ասում եմ կերակրեք ինչ կենդանու սիրտ ուզում է, եթե կենդանին տարիքով մեծ է, ունի շատ լուրջ առողջական խնդիրներ ու իրան մնացել ապրելու կարճ կամ եթե անգամ նույնիսկ երիտասարդ է, ասում եմ կերակրեք ինչ սիրտ ուզում է։ Խոսենք կենդանիների հիգիենայից եւ խնամքից, որքան ժամանակը մեկ է ճիշտ լողացնել կենդանիներին։ Միանշանակ կախված է կենդանու ցեղատեսակից։ Եթե մենք խոսում ենք կարճ մազերով կենդանիների մասին, ինչքան ուշ այնքան ավելի լավ։ Եթե մենք խոսում ենք Յորքշիրյան տերիերների, մալտեսների, շպիցերի մասին, բնականաբար իրանց պետք է ավելի հաճախ։
Առհասարակ խորհրդատրվում ամիսը 1-2 անգամից ոչ ավելի հաճախ, որպեսզի մաշկի ամբողջականությունը չվնասվի։ Բայց հիգիենան դա մի քիչ հարցի մյուս կողմն է։ Եթե դուք ունեք երկարամաս ցեղատեսակ, ասենք Yorkshire Terrier, որը որ միզելուց, կեղտոտելուց, ամբողջը հավաքվելու է մազերի շուրջ, իրան պետք է անել պարտադիր հիգիենիկ խնամք։ Գուար, կասես, որոնք են այն 5 նշանները ամենաառաջին, որոնք այսպես ասած կարմիր լույս են, որ տերը պիտի հասկանա, որ կենդանուն պետք է շտապ հասցնել բժշկի։ Ամենաառաջնայինը դա տրամադրության անկումն է, ախորժակի անկումն է, ջրից հրաժարվելն է ու մնացած արդեն սա կախված է թե ինչ հիվանդություններ, ինչ խնդիրներ դուրս կարա լուծ լինի, կարա փսխում լինի, եթե փսխեց կենդանին փսխեց մեկ անգամ, բայց ընդհանուր առմամբ իրան լավ ազգում ակտիվա ցանկանում է ուտել, դա շտապ չի, բայց եթե կենդանին շարունակաբար փսխում է ու դրանով հանդարտ կորցնում է տրամադրությունն ու ախորժակը, միանշանակ դա շտապա պետքա դիմել կլինիկա, հատկապես եթե կենդանին ձագուկ է կամ ծեր կենդանի է։ Գոհար, ուզում եմ խոսենք երևի կենդանիներից անցնող այսպես կոչված ամենավտանգավոր հիվանդություններից մեկի մասին, էխինոկոկի մասին։ Շները թե կատուներն են ավելի շատ վարակվում էխինոկոկով, ինչպես են վարակվում եւ ինչպես է դա անցնում մարդուն։ Նախ էխինոկոկի մասին պտտվող լուրերը դա ուղղակի լեգենդ է։ Սկսենք նրանից, որ մարդիկ վարակվում են ոչ միայն շների եւ կատուների միջոցով։ Այդ հիվանդությունով մեզ փոքր տարիքից բոլորին վախացրել են ու ամենատխուրը մի հատ դեպք եմ ուզում պատմեմ, կինազանգ է, որը որ հարցնում է ինչ որ ինքը կենդանու հետ է շփվել, էխինոկոկի մասին է խոսում, ոնց է պետք անել, որ էխինոկոկով աճը ինքն էր կենդանի էր վերցրել, որ շունը հանկարծ չունենա էխինոկոկ, բացատրում է այդ ամեն ինչը ու ասում են, որ ճիճվաթափության միջոցով մենք այդ հարցը լուծվում է ընդհանրապես։ Ասում է, չէ, ոնց կլինի, բա որ մազը կուլ տվեցին, ասում եմ, ուղղակի բուն մազից չի անցնում էխինոկոկ մարդուն, եթե կենդանին վարակված չի էխինոկոկով։ Ու ինքը ներկայանում է որպես բժիշկ, ասում է, այս բժիշկ եմ, ես ավելի լավ գիտեմ։ Ասում եմ, դուք մարդկանց բժիշկ եք, չեմ ուզում էլի նեղացնեմ իրան։ Ասում եմ, դուք մարդկանց բժիշկ եք, դուք չգիտեք, թե ոնց է մակապուծում էխինոկոկը կենդանու մոտ, ես գիտեմ։ Դուք գիտեք ոնց է անցնում մարդուն, ես գիտեմ ոնց է անցնում կենդանուն, ոնց է վարակում կենդանին։ Դուք այդ չգիտեք։ Ասում եմ, ոչ, շան մազի մեջ գենետիկորեն դրված է էխինոկոկի առկայությունը։ Այսինքն այդ մեկ տարածված պնդումը, որ մազը վտանգավոր է, դրա մասին էլ խոսենք, որ դեպքում է մազը վտանգավոր եւ որ դեպքում մազը վտանգավոր չի, որտեվ Հայաստանում շատերս գիտենք այդ խոսքը, որ մազը վտանգավոր է, շան մազից հիվանդություն է առաջանում։ Եվ ուրեմն որ դեպքում է առաջանում հիվանդություն եւ որ դեպքում չի կարող առաջանալ հիվանդություն։ Կենդանու մազից միակ խնդիրը, որ մարդու մոտ կարա առաջանա, թե մարդու մոտ կա տրիխոֆագիա կոչվող երևույթը, երբ որ ինքը ունի աննորմալ ցանկություն մազ ուտելու, ինքը ուտում է իր կենդանու մազը։ Ուրիշ որևիցե պարագայում մարդու մոտ կենդանու մազից խնդիր չի կարա անցնի, եթե մարդը հետևում է հիգիենայի կանոններին։ Հա, ես փողոցում շուն տենալուց պաչում եմ իրանց, բայց ես 6 ամիսի մեկ ճիճվաթափության դեղ եմ խմում։ Ես տարին առնվազն մի անգամ ամբողջությամբ հետազոտվում եմ։ Եթե դուք էլ ունեք մեծ ցանկություն փողոցում շներին պաչելու, ցանկալի չի տանել, եթե դուք պարբերաբար չեք հետազոտվում։ Դուք կարող եք վարակվել փողոցի կենդանուց լուբոյ ոչ մաքուր, չլվացած, չմաքրած, ճիճվաթափ չարած, կեղտոտ փոշոտ կենդանուց հավասարաչափ այնքան, ինչքան որ դուք կարող եք վարակվել ինչ-որ հիվանդությամբ, երբ որ հասարակական տրանսպորտում բռնում եք նստատեղերը, որոնք որ դարերով չեն մաքրվում, հետո ձեր ձեռքը տանում եք բերանը կամ անգամ ամենանվազագույնը, որ փողի հետ եք կոնտակտ ունենում։ Ամենաշատ հիվանդությունները մարդը վարակվում է մարդուց, երբեք ոչ կենդանուց։ Ամենաշատ հիվանդությունները, որոնք կոնտակտային վարակիչ են մարդու համար, փոխանցվում են միայն ու միայն մարդուց։ Մազը դա լեգենդ է։ Եթե դուք այդ մազը չեք ուտում բռերով, որևիցե բան ձեզ դրանից չի կարա լինի։ Մարդը պարտադիր պետքա խմի ճիճվի տեղ անկախ նրանից ինքը ունի կենդանի թե չունի, կոնտակտ ունենում է կենդանիների հետ առհասարակ կյանքում թե ոչ, մենք պարտադիր պետքա պարբերաբար կյանքի ընթացքում խմենք ճիճվի տեղ, որտեղ մենք ճիճվագրությամբ նույն էխինոկոկով վարակվում ենք կանաչեղենից վատ լվացած, վատ եփված մսից, գլխավորապես վատ եփած միսն է, վատ լվացած բանջարեղեն միրգ կանաչինը։ Այդ ամենակարևոր երևի թե նկատառումներն են։ Կենդանիներին հիվանդությունները անցնում են նույնպես նույն միջոցով, то есть վատ պատրաստած տնական կերակուրով, հում մսերից բնականաբար եւ ինչ որ հողեր խոտեր ուտելուց։ Դրա համար եւ կենդանին ձեր պետքա պարբերաբար ճիճվաթափվի, մշակվի պարազիտների դեմ եւ դուք ինքներդ պետքա պարտադիր խմեք հակապարազիտային միջոցներ անկախ նրանից ունեք կենդանի թե չէ։
ու խոսենք ստերջացման մասին, քանի որ ստերջացումը շատ հաճախ հակասական կարծիքներ է առաջացնում։ Խնդրում եմ որպես մասնագետ ասես, թե արդյոք ստերջացումը որ տարիքից է ճիշտ անել եւ արդյոք դա կենդանու առողջությանը վնաս է թե ոչ եւ արդյոք կենդանին, ինչպես շատ են ասում, ստերջացումից հետո դառնում է խոտ։ Նախ մի հատ բան էլ ավելացնեմ, կուզեմ խոսել ոչ միայն ընդհանուր տարիքից, ստերջացումը բացի նրանից, որ ցուցված է կենդանիների, հատկապես թափառող կենդանիների գլխաքանակը նվազեցնելու համար, նաև կենդանու առողջության համար։ Կա եվրոպական ստանդարտներ։ Ամերիկայի անասնաբուժների ասոցիացիայի եւ Եվրոպայի անասնաբուժների ասոցիացիայի կողմից հիմնականում խորհրդադրվում առհասարական ընդունված ստանդարտով այն ցեղատեսակներին, որոնք որ ունեն առավել մեծ հավանականություն կաթնագեղձի ուռուցքների նկատմամբ, դա վերաբերում է կառլիկովի ցեղատեսակներին ամենաշատը, դուս յորկեր, շպիցեր, պուդելներ, մալտեսներ, իրանց խորհրդադրվում ստերջացնել մինչև առաջի ցիկլը, այսինքն մինչև առաջի դաշտանը։ Դա հիմնականում մինչև 5-6 ամսեկանն է, որտեղ մեծամասնության մոտ 6-ից 8 ամսեկանում արդեն սկսում է սեռեցանկությունը։ Այսինքն էգ կենդանու համար 5 ամսեկանում ստերջացումը, եթե ինքը փոքր ցեղատեսակի պատկանող է, ամենաիդեալական տարիքն է։ Այդպես դուք ապահովագրում եք կենդանուն 100%-ով բոլոր սեռական համակարգի հիվանդությունների նկատմամբ։ Այստեղ ամենակարևոր շեշտը դրված է նրա վրա, որ այդ սեռական համակարգի հիվանդությունները, որոնք առաջանում են, օրինակ արգանդի բորբոքումները, ձվարանի խնդիրները, ուռուցքները, նույն կաթնագեղձի 90% դեպքերում առաջանում են մեծ տարիքում։ Շատ հազվադեպ է լինում, որ 1-2 տարեկանում կենդանին հիվանդանում է արգանդի խնդիրներով։ Հիմնականում դա լինում է 8, 9, 10, շատ հաճախ 14, 15 տարեկանում ու այդ ժամանակ կենդանին ունենում է ուղեկցող այլ առողջական խնդիրներ։ Ունենում է ցածր իմունային համակարգ, ունենում է ծերացած օրգանիզմ, սրտի անբավարարություններ շատ հաճախ է եւ իր վրա այդ հիվանդությունը անդրադառնում է շատ ավելի ծանր։ Երբ որ դուք ստերջացնում եք 5-6 ամսեկան շանը, ցակին կամ կատվին, ինքը ունի ամուր իմունային համակարգ, առողջ երիտասարդ մարմին, ինքը շատ թեթև դուրս կգա այդ վիրահատությունից։ Իսկ երբ որ դուք հեռացնում եք արգանդի թարախային բորբոքումով կենդանու, որը որ 11-12 տարեկան է, ռիսկերը ծայրաստիճան շատ ավելի մեծ են։ Այսինքն վստահ կարող ենք ասել, որ ստերջացումը օգուտ է կենդանիների առողջությանը եւ ոչ թե հակառակը։ Ստերջացումը միանշանակ օգուտ է կենդանիների առողջությանը։ Միակ բանը, որը որ ստերջացումից հետո կարող կենդանին ունեն, դա ավել քաշն է։ Բայց դա նույնպես կարելի է շատ հեշտությամբ վերահսկել։ Ուղղակի պետք է ապահովել ֆիզիկական բավարար ծանրաբեռնվածություն եւ կենդանուն սկսել կերակրել մի քիչ ավելի ձեյցիկ սնունդով։ Խոշոր ցեղատեսակների հետ կապված ստերջացումը մի քիչ ավելի հակասական է տարիքը։ Որոշ ստատյաներով խորհրդադրվում ստերջացնել առաջի ցիկլից հետո, որովհետև խոշոր ցեղատեսակների մոտ ստատիստիկայի որոշակի չափով ավելի հաճախ է լինում հենաշարժողական համակարգի օնկոլոգիաները, եթե կենդանին ստերջացվել է մինչև առաջի ցիկլը։ Մի քիչ դա շատ sense հակասական է, չկա 100%-անոց ինչ որ հստակ ինֆորմացիա, բայց ամեն պարագայում խոշոր ցեղատեսակների մոտ, քանի որ կաթնագեղձի հետ կապված ուռուցքները լինում է շատ ավելի հազվադեպ, քան հենաշարժողական համակարգի ուռուցքները, գլխավորապես ոսկրային համակարգի է, իրենց խորհրդադրվում ամեն պարագայում ստերջացնել առաջի ցիկլից հետո։ Եթե դուք մետկա անող, որ միզում են, տարբեր անկյունում սեռական շարժումներ անող կենդանուն որոշում եք ստերջացնել 5-6 տարեկանում, այդ սովորությունները իր մոտ հիմնականում որպես ինչ որ վատ պրիվիճկա մնում են։ Դրա համար խորհրդադրվում ստերջացնել մինչև 1 տարեկան հասակն ու վատագույն դեպքում 1.5 տարեկան։ Ասում են, որ խառնածին կենդանիները շատ ավելի առողջ են, քան մաքրացեղ կենդանիները։ Արդյոք դա այդպես է թե ոչ։ Միանշանակ այդպես է։ Իրանք ոչ միայն ավելի քիչ են հիվանդանում, այլ նույն հիվանդությունները, որոնցով որ վարակվում են ցեղական կենդանիները, խառնածեղերը ավելի թեթև են տանում։ Դա գալիս է նրանից, որ ներկայումս մաքրացեղ ցեղատեսակների մեծամասնությունը ստացվել են իմբրիդինգի արդյունքում, որպեսզի շպիցերը լինեն այդ բուջուրսիրուն մռութ քիթիկով, մոպսերը լինեն տափակ դեմքով, իրանք ժամանակին այդ տեսքը չեն ունեցել։ Իրանք քիթ եղել է շատ ավելի երկար եւ ֆրանցուզների եւ մոպսերի եւ շպիցերի, իրանք եղել են շատ ավելի խոշոր, նույնը որ հիմական միթիկաչի խուաշկաները ու յորկերը, ժամանակին իրանք եղել են 2-3 անգամ ավելի մեծ չափսերի եւ ունեցել են շատ ավելի լավ ամուր իմունային համակարգ։ Բայց որպեսզի ստանան հասարակության համար ցանկալի տեսքը,
այսինքն այն ինչ որ պահանջել է հասարակությունը, հնարավորինս փոքր, հնարավորինս cute ինչ որ մանկական դեպքով արվել է inbreeding, այսինքն զույգավորել են կենդանիներին իրանց շատ մոտ ներազգակցական զուգավորումը տեղի ունեցել, ինչի արդյունքում հիվանդությունները ծայրաստիճան շատացել են կենդանիների մոտ, եւ ինչքան ցեղատեսակը խառնա, ինչքան խառնածին է, այնքան գենետիկ հիվանդությունների հավանականությունը շատ ավելի նվազա։ Շնորհակալություն Գոհար մեր հարցերին պատասխանելու համար, իսկ դուք կարող եք բաժանորդագրվել մեր էջին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հաղորդումները։